Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում իմ տունը քո տունն է հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա իմ հյուրը Արցախի խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանն է։ Ողջունում եմ ձեզ, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, մինչ հաղորդման հյուր լինելը ձեր հետ երբ սկսեցի խոսել, հասկացա, որ շատ հումորով անձնավորություն եք եւ հետեւաբար կարծում եմ, որ ոչ միայն հումորով, այլև շատ ճանապարհ ունեք անցած եւ այդ պատճառով կարծում եմ շատ հետաքրքիր մենք հարցազրույց կունենանք եւ այդ առումով խնդրում եմ, որպեսզի մի փոքր էլ դուք ներկայացնեք ձեզ մեզ դիտողներին։ Խնդրեմ, համեցեք։ Սովորաբար ինձ Արցախում գիտեն որպես ֆիզիկաշոտ, որտեղ մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, բայց բացի դրանից աշխատանքային գրքույկով ունեմ նաև 7 լրացուցիչ մասնագիտություններ։ Եվ որոնք են դրանք։ Շինարար, ուսուցիչ, կրոնի մասնագետ, մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր փորձագետն եմ եղել, լրագրող, ձեր գոլեգան եմ այդ հարցով, այնուհետև էլեկտրոնիկայի գծով կարգաբերող եւ էլեկտրոմեխանիկայի գծով։ Սովետական միության ժամանակ կար չէ բարձրագույն կարգ էր, որ կար 6-րդ։ Երկուսն էլ 6-րդ կարգ ունեի։ Այնպես որ ես գտնում եմ, որ ցանկացած տղամարդ չպիտի բավարարվի մի մասնագիտությամբ, որտեղ ոչ միայն տանը գործերը կատարելու, այլ ընդհանրապես ինչքան շատ մասնագիտություններ ես իման, այնքան քեզ ավելի ազատ ես զգում։ Օրինակ, պատկերացրեք, ենթադրենք ինչ-որ բան փչացել է, որ դու քեզ նեղված չես զգում, գիտես, որ դու կարաս դա սարքես, դրա համար բանը։ Հետո առաջի դպրոցն եմ ավարտել Ստեփանակերտի։ Ծնվել եք Ստեփանակերտում։ Այո, Ստեփանակերտում, շինարարի ընտանիքում եմ ծնվել, ավարտել եմ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, աշխատել եմ որպես մասնագետ Խնածախ գյուղում, Ասկերանի շրջանի Խնածախ 8-ամյա դպրոցում, ֆիզիկայի, մաթեմատիկայի, դեղլարացուցիչ ասեմ նաև աշխատանքի եւ նկարչության ուսուցիչ եմ աշխատել։ Այդ մասնագիտությունները ես ձեռք եմ բերել եւ դպրոցում եւ ուսանողական տարիներին, այդ լրացուցիչ մասնագիտությունները։ Այնուհետև բնականասովետական բանակ ունեմ ռազմական մասնագիտություն, հետախուզի մասնագիտություն ունեմ, այնուհետև աշխատել եմ կոնդենսատորների գործանում, տարբեր մասնագիտություններ էլ այնտեղ եմ ձեռք բերել, դրանից հետո արդեն պատերազմի ժամանակ եղել եմ Ստեփանակերտի ինքնապաշտպանության 6-րդ գոտու հրամանատար։ Առաջին Արցախյան պատերազմի մասնակից։ Միջազգայինորեն ասեմ, ես բոլոր պատերազմներին մասնակցել եմ կամավոր հիմունքներով։ Ինձ ոչ մեկը բանակ չի հրավիրել, եւ ոչ պայեստազորի բան եմ եղել, որպես զինվորական սպա եմ եղել, ինձ չեն հրավիրել, ես կամավոր գնացել եմ մասնակցել պատերազմներին, իսկ ուրեմն առաջի գումարման որ Գերագույն խորհրդի պատգամավոր եմ դարձել, 6-րդ գոտու հրամանատարն եմ եղել այդ ժամանակ, ուրեմն իմ զինվորները իմացել են, որ ազգային ժողովում Գերագույն խորհրդում ընտրություններ է տեղի ունենում, գնացել են ստորագրություններ հավաքել իմ փոխարեն եւ արդեն ընտրություններին, որ գնացել եմ մասնակցել, վերջը 1800 ձայն ես եմ ստացել 200 իմ հակառակորդը։ Այսինքն ձեր զինվորները նախաձեռնել էին արդեն ընտրության նախընտրական process առանց ձեր մասնակցության։ Հետո սկզբից որ ասել են, ես համաձայն չեմ եղել, ասել են պատերազմի ժամանակ ինչ պատգամավոր ինչ որ բան։ Վերջը հետո դրանից հետո արդեն 93 թվական 1993 թվականին շտաբում, Արցախի շտաբում որոշում են, որ մեր սպաներից մեկը պետք է գնա Գերագույն խորհրդի որպես պատգամավոր աշխատի, որ բանակը այնտեղ կարողանա ներկայացնի։ Դեպ ասեմ, որ այն ժամանակ Գերագույն խորհուրդը աշխատում էր ամբողջ պատերազմի ժամանակ։ Հիշեցնեմ, որ 92 թվականին, երբ Շուշին ազատագրել ենք, Աշոտ Ղուլյանը, որ բանտի պատին նստած էր, Արկադի Տեր-Թադևոսյանի հետ կապվել է, ասել Գյորգի Պետրոսյանին այն ժամանակ պաշտոնակատարն է Գերագույն խորհրդի։ Գյորգի Պետրոսյանին հայտնեք, որ մտնում ենք քիչ անց մտնելու ենք Շուշի, ազատագրենք Շուշին։ Այնպես որ այդ ժամանակ Գերագույն խորհուրդը աշխատում էր։
Եվ արդեն ինձ գործուղեցին Գերագույն խորհուրդ, ես Մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր մասնագետն էի, աշխատում եմ Մարդու իրավունքների հանձնաժողովում։ Եվ 95 թվականին նորից արդեն Գերագույն խորհրդի որ ընտրություն կար, այդ ժամանակ իմ տեխնացությունը առաջար դրեցի, եւ հետաքրքիր մի հանգամանք, ուրեմն բոլոր հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ տեխնացությունները 2-ից ավել էին, բայց երբ եկավ Մարդու իրավունքներ, բոլորը խույս էին տալիս, որովհետև այն ժամանակ գիտեին արդեն պատերազմից հետո ինչ իրավիճակ է, Մարդու իրավունքներ, մանավանդ հրամանատարները որոշները արդեն Սամվել Բաբայանի գլխավորությամբ իրենց զգում էին որպես, չգիտեմ, երկրի տերեր, ին տեխնացությունը մենակ առաջադրվեց, ճիշտ է 22 ձայն եմ ստացել 33-ից, որտեղ այնտեղ չուզողներ կային, եւ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ աշխատեցի։ Շատ հետաքրքիր է։ Մենք իհարկե ինչի մասին որ դուք հիմա խոսեցիք, մի փոքր ավելի կանադառնանք դրան, որպեսզի դուք ավելի խորքային ներկայացնեք, հա, այդ Արցախի խորհրդարան ինչու ստեղծվեց, որովհետև մեր ընդհանրապես հաղորդման շրջանակու խորագիրը Իմ տունը քո տունն է եւ մենք այս հաղորդաշարով նաեւ ներկայացնում ենք, որ մենք մեկ ազգ ենք եւ մեկ պետություն պետք է ունենայինք, դրան կանդրադառնանք, բայց քանի որ հիմա դուք առիթ ունեք նաեւ ներկայանալու եւ մեր մեդիան շատ տեղ է տալիս այն փաստին եւ նրան, որ հիմա ամեն կերպ ուզում են Արցախը ջնջել մեր հիշողության միջից, Արցախի բարբառը մոռանալ տան, խնդրեմ ներկայացրեք դուք մինչ հաղորդումը ասացիք, որ նաեւ մանրապատումներ ունեք, ինչ որ ստեղծագործություններ, հա, հենց Արցախի բարբառով եւ խնդրեմ դա էլ ներկայացրեք, որպեսզի մեզ դիտողները դրա մասին էլ իմանան։ Նախ պատգամավորական գործունեության մասին ներկայացնեմ Սկզբնական շրջանում բոլորն էլ գիտեն, որ մեր հիմնական նպատակը եղել է միացումը։ Ցավոք սրտի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ եւ Հայաստանի Արցախի ներկայացուցիչները թաքցնելու բան չկա, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան նախաձեռնեցին նաեւ այն գործընթաց, որ արցախցիները իբր համաձայն են անկախ պետություն ստեղծելու։ Եվ պատճառներից մեկը այն է, որ ասում են միջազգային հանրությունը, բայց նկատի ունեն Ռուսաստանը, համաձայն չէ, որ միացյալ Հայաստան ստեղծվի, այլ ստեղծվի անկախ պետություն։ Այդ ժամանակ, ասում ժողովրդի բացարձակ մեծամասնությունը միացման կողմնակից էին, բայց 88-ի շարժումն միացման կարգախոսով սկսվեց։ Այո, դա էր բանը, իսկ ցավոք սրտի արդեն 91 թվական։ Իմիջիալոց ասեմ, շատերը դրա մասին մոռանում են 89 թվականի միացման մասին Արցախի այն ժամանակ ազգային խորհրդի եւ Հայաստանի Գերագույն խորհրդի համատեղ նիստը միացման մասին դեկտեմբերի 1-ին 89 թվականին։ Այնուհետև 90 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում կար նաեւ 11 Արցախի ներկայացուցիչ падգամավորներ։ Դրանք մոռացել են։ Այսինքն մենք արդեն փաստացի 89 թվականի որոշումը իրագործվել է։ Մեր արցախցիներից 11 падգամավոր ունեինք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում։ Բայց 91 թվականի մարտի 17-ին, երբ սովետական միությունում արդեն հայտարարվեց, որ բանը ռեֆերենդում են անցկացնում, համաձայն են, որ սովետական միությունը բարեփոխվի, ինչ որ անները, բնական է այն ժամանակ 9 պետություն դեմ էին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը, եւ դրան զուգահեռ Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում տեղի ունեցել 20-րդ նստաշրջանի արտահերթ նիստ, դրա մասին ոչ մեկը չի ուզում խոսել։ Եվ այդ նիստի ժամանակ իհարկե ռուսները պարտադրում էին, որ մերոնք համաձայնվեին ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում։ Եւ ցավոք ասեմ, բարեբախտաբար ելույթ ունեցողները ինչ որ այնտեղ ժողովի ժամանակ դեմ խոսեցին, դրանից հետո տեղափոխվեց բանը, ուրեմն 22 հոգով հավաքվել էինք Կաթի գործարան, Ստեփանակերտի Կաթի գործարան։ Այնտեղ էլ 4 հոգի մենք դեմ էինք, բայց 18 հոգի կողմ էին։ Այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լեոնարդ Պետրոսյան,
այնուհետև բանը Օլեգեսյան, որոնք հետագայում տարբեր պաշտոններ զբաղեցրեցին Հայաստանի Հանրապետությունում։ Այնպես որ նման հարցը չի կարելի անտեսել, որտեղ ինչքան էլ ուզում ենք մենք ասենք, եւ հետաքրքիրը որն էր, որ մենք անկախ պետություն ստեղծեցինք 91 թվականին ես մկրտվեցի եւ դարահայ առաքելական եկեղեցու զավակ, մինչ այդ բոլորն էլ գիտեն ես հեթանոս էի եւ ցեղագրուն։ Հիմա 91 թվականի երբ դարա եւ այդ ժամանակ էլ Աստվածաշնչի մեջ հստակ գրված է իր մեջ բաժանված ամեն տուն կործանվում է, ամեն իշխանություն քայքայվում։ Հիմա ասես ինչ եք անում։ Գոնե ավետարանում կարդացեք, ճշմարտ ասում եք որ ճշմարտության բանը չափանիշները բանը ցավ ավետարանում հստակ գրված է, ինքն էլ ես չեմ ասել, Հիսուսն է ասել։ Եթե օրինակ Պողոս առաքյալը ասացնեք, ասեք դե Պողոսն ասել, բայց Հիսուսն է ասել, որ իր մեջ բաժանված ամեն իշխանություն եւ ամեն տուն ինչ վիճակի ստամ։ Հիմա մենք իրար մեջ բաժանվել ենք։ Արցախը եւ Հայաստան իրարից բաժանել ենք։ Եվ այդ բաժանումը նաեւ խորացվել է հետագայում 1997 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Փաստորեն Ղարաբաղցի հայաստանցի այդ հակասությունը սկսեցին ավելի շատ խորացնել, որ տեսեք Ղարաբաղցիները եկել են հետագայում Սերժ Սարգսյանը, որ ավելի վատ հրացավ իրավիճակը, եւ այդտեղ Ղարաբաղցի հայաստանցի ասում եմ ես ինչի համար եմ զարմանում, որովհետեւ կոնկրետ ես իմ կենսագրությունը որ ներկայացնում եմ շատերին, ասում եմ իմ նախնիները Այլուրաշեն գյուղից են։ Այլուրաշենը մի ժամանակ գտնվում էր Սյունիքի կազմում, Շալվա գետի աջ մասում էր։ Հիմա անընդհատ սյունեցիները եւ Արցախի մելիքները իրար հետ վիճում էին Սարգիս Սևանցի կաթողիկոսի կոնդակով Շալվա գետի ձախ մասը անցնում է Սյունիքին, աջ մասը Արցախին։ Հիմա որոշեք, ես արցախցի եմ, թե սյունեցի։ Ասենք եւ առաջի պատերազմից հետո, Արցախյան պատերազմից հետո նորից բանը Ալյուրաշենը, Ալղուլին, որ թուրքերը Ալղուլեր են ասում, մտել է նորից Արցախի կազմ։ Հիմա ասում եմ, տեսակ, դա աբսուրդ է, էլի, հիմա ես արցախցի եմ, թե սյունեցի, ով կարող է հստակ ասել, ոչ մեկը չի կարող ասել։ Եվ այդ նույնն էլ Հայաստանի ցանկացած քաղաքացին։ Հետո ինչ որ լավ, ենթադրենք մարդը սասունում ածում կամ մուշում կամ ինչ որ բան, դու էլ Արցախում կամ էլ ինչ տարբերություն։ Հիմա ենթադրենք, այս իմիջիալոց ասեմ, այդ որ Հայաստանցի Ղարաբաղցի մանավանդ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ են, պատերազմի ժամանակ, այս նույն Փաշինյանն էր հայտարարում, որ գնացեք օկուպացիոն բանակում կռվող ձեր զինվորներին բերեք Արցախից, մենք պատասխան ենք տալու։ Այդ նույն մարդիկ ես զարմանում եմ էլի, որ ասենքն իրենք են արհեստական ստեղծել, այդ ժամանակ ես թերթում մի հոդված էի գրել, որ կա ուսումնասիրություն Բոգդան բանի եղբայրն է մեզ մոտ արտգործնախարարի տեղակալ էր աշխատում Աթանեսյան։ Ուրեմն ինքը 95 թվականին իր գիտական աշխատանք ունի գրած Հայաստանի Հանրապետության կազմի վերաբերյալ։ Ըստ այդ հոդվածի ինքը հստակ գրել է, որ այն պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակչության 320-ից 350 հազարը ծագումով արցախցիներ են։ Դրա մոտիկ սյունեցիներն են մոտ 300,000, սասունցիները 180,000 եւ բոլորի մասին մանրամասն վանեցիները այդքան, մնացած այդքան։ Այն ժամանակ ես գրել եմ, որ այդ ժամանակ Արցախում կար 150,000 բնակիչ։ Հիմա ասում եմ դուք ո՞նց եք հակադրում 150-ը 300,000-ի գոնե, լավ 350 չասենք։ Հիմա աբսուրդ է, ախր նման բան չի լինում։ Եվ հետո բացի դրանից իրենք օրինակներ են բերում, որ ձեր բանը արցախցիները այսպես են անում, այնպես են անում։ Լավ, մասնավոր օրինակը Նիկոլ Փաշինյանի պատճառով ես կարամ ասեմ, որ հայաստանցիները բոլորը դավաճան են։ Օրինակի համար եմ ասում էլի, կամ ինչ որ նման Ալեն Սիմոնյանի պատճառով ես ասեմ, ազգային ժողովի բոլոր падգամավորները վերջը որակավորեք։ Հա, մի ինչ որ մի բան ասեմ։ Իրավունք չունենք, չէ՞ դրա համար եմ ասում, եթե մի մարդ կամ օրինակ տաքսիստները շատերը որ սրսկացավորոշներ են, որ նստում ես համա, հա Արցախում ջուր են ուզել, ջուր չեն տվել։ Ոգիացում եք, ախր դա աբսուրդ է, ո՞նց կարող է հայից, մանավանդ արցախցուց։ Ես ասեմ, ես Արցախի սյունեցիներին չեմ ուզում, բայց ցանկացածի տուն մտեք, բարև տվեք, իսկույն ձեզ եւ ընդհանրապես հայի բնավորությունն է, ոչ թե արցախցի սյունեցի։ Ռուսները մինչեւ հիմա դրա մասին են խոսում, հայկական ընդունելության ընտանիքներում ինչ ունեն, չունեն, տալիս
գալիս են, բերում են, այդ ոնց է որ մոռացել եք։ Դա Արցախին է եղել, բոլոր հայերը դա հայկական բնավորությունն է։ Հայկական ավանդության մեջ դա հստակ տված է, որ ասում է հյուրին մատաղ, հյուրը Աստծոն էլ մատաղ, հյուրին էլ մատաղ։ Այդ հյուրը որպես Աստծո ուղարկած մարդ են հաշվում։ Ոնց կարող Աստծո ուղարկածին դու ջուր չտաս, այն էլ ես չեմ ասում հաց, ջուր չտաս։ Մանավանդ զինվորներին, հա, զինվորներին ասում, որ զինվորը, որը հայ է, զինվորի համար, չգիտեմ։ Իհարկե, այդ զինվորի համար աշխարհում շատ քիչ երկրներ կա, այն որ զինվորին ճանապարհում են բանակ, հատուկ, չգիտես, ճաշկերույթներ, հրավիրում են մարդկանց, եկեք մեր որդին ուղարկում ենք բանակ։ Ոնց կարող է ուղարկես բանակ, մեզ մոտ կան, մենք ժամանակին ռուսի զինվորները, որ Ստեփանակերտում կար, չէ, Կայազոր կար։ Այդ ռուսական զինվորին ինչ ուզում արին, զինվորա վերջ, սալդատ, իջի սուդա բանկ տալիս, հատանում ենք կերակուրում բան ամեն այդ ոնց։ Իմ տղան Շուշիում է ծառայել, պարոն Սարգսյան, եւ մենք մի ընտանիք էինք գտել ծանոթի միջոցով, եւ ամեն շաբաթ իմ տղան գնում էր իրենց տուն, լողանում էր, չգիտեմ, այդ բոլոր ու անընդհատ կապը ես իրենց հետ, իրենք վերաբերվում էին իմ տղայի հետ այնպես, կարծես իրենց տղան, դրա համար երբ որ դա ասում են, այնքան օտար է, դու գնում ես Արցախ ու տեսնում ես այդ մարդկանց ընդունելությունը, պարզ է, հիմա երևի թե մենք հասկանում ենք, թե ինչու էին անդադ սեպ էին ուզում խրել եւ մեզ բաժանել, որպեսզի մենք գայինք հասնեինք այսօրվան։ Հետո կա մի շատ հետաքրքիր խնդիր, ուրեմն երբ այդ գենետիկները եկել էին Արցախ, ես գիտեմ Կարեն Օհանջանյան անունով մի հասարակական գործիչ ունեինք, ինքն Հոլանդիայից գենետիկներ էր բերել, ուսումնասիրություններ են կատարել, մնացել շշմած։ Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հայկական գեներ ունեին, դա ասում է աշխարհում շատ բան կա։ Ես չեմ ասում հայաստանցիները այսինչ են, խառնուրդներ են կամ այսինչ են, բայց կան նաև այդ բանը, ցավոք սրտի այդ տիրապետությունից էլ կապված է, էլի։ Միայն չի որ մենք բանի պարսիկների տիրապետության տակ ենք եղել, այս մասը Թուրքիայի տիրապետության տակ, պարսիկների հետ հնարավոր է լեզու գտնել, չմոռանանք, որ Արցախում մելիքություններ եղել են եւ երկար ժամանակ մելիքություններ եղել են, մինչեւ ռուսները դա մելիքությունները ցրել էլի, այնպես որ մեր բարեկամ ռուսները պիտի շեշտենք, այնպես որ ցավոք սրտի ասում էլի այդ բանը հիմա այս պահի դրությամբ ինձ համար ավելի է զարմանալի, որտեղ հիշում եք, որ ասում է Արցախի հարցը որ լուծվի, լավ եք ապրելու։ Հիմա սիրելի հայաստանցիներ, իմ հայաստանցիներ, լավ ենք ապրում։ Վերջին ասում մենք որտեղ ենք եկել, Մայր Հայաստան։ Հիշում եք շարժում որ սկսել եք, ասում ենք ուզում ենք միանանք Մայր Հայաստանի։ Եվ բոլորն էլ միացան, ոչ մեկը չի ասել Հայաստանին, ասում են միանում ենք Մայր Հայաստան, այսինքն մայրական վերաբերմունք ենք մենք սպասել։ Բայց մենք եկել ենք, այո, եկել ենք այստեղ, այս ինչ վերաբերմունք է։ Ես օրինակ զարմանում եմ։ Իսկականից շատ դեպքում այդ բանը ասում ես ախր абսուրդ է, այսպիսի բան հնարավոր չէ, ոնց կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ մեր դեմ։ Մարդիկ չեն հասկանում, ինչ է բայց մեծամասամբ շատ լավ վերաբերմունք կա Արցախի մեր հայրենի։ Մերոնց ասում եմ, էլի ասում եմ ցավոք սրտի դուք իշխանավորների եք հանդիպում, վերաբերմունքը դրա համար եք այդպես տեսնում։ Հարությունն այնքան ուժեղ է, որ կարողանան մեզ իհարկե բաժանել դա է, բայց ես համենայն դեպս իմ շրջապատում ես ում հետ շփվում եմ բոլորի վերաբերմունքը արցախցիների նկատմամբ շատ բարեհաճ է, մի տեղ էլ մարդիկ աշխատում են որ օգնեն, եթե ինչ որ շորով կարող են օգնել, դա չկա, ասում էլի, ես էլ շենքում ապրում եմ, մարդկանց վերաբերմունքը լրիվ ուրիշ է, այնտեղ ուրիշ մոտեցում է, այդ բանը ընտանիքներով արդեն գնում գալիս ենք բարեկամություն ենք անում բան իրանք են սկզբնական շրջանում մեր հարևաններից վերևի հարևանա ինչ ուներ բերում էր տալիս քինս ասում չգիտեմ ես ինչ անում ասում աղջիկ դե տալիս ավերցրելի դե հիմա ախր ասում դրանից մենք ունենք ասում ոչինչ եթե մարդը սերտանց նվիրում է վերցնում կապ չունի այդ բոլորն էլ ուզում են ինչ որ բանով օգտակար լինեն Լավ, եւ հիմա ձեր մենք բաց թողեցինք, այսինքն շարունակենք ձեր ստեղծագործությունների հնարավոր է որ հրատարակում լինի, ես դրա համար եմ ուզում որ դուք դրա մասին խոսեք, որպեսզի մեր երեխաները կարդան, մենք բարբառը պետք է չմոռանանք, միջև որովհետեւ կարծում եմ շատ վստահ եք, չէ, որ մենք վերադառնալու ենք Արցախ։ Եթե այդ խնդիրը չլինի, ես անգերձորեն եմ ասում, ես տնից դուրս չեմ գա։ Ես կամաչ եմ տնից դուրս գա։
100% համոզված ենք, որ մենք վերադառնալու ենք մեր հայրենիքը։ Իսկ մեր Արցախի բարբարի մոմենտով ասեմ, որ մի շատ հետաքրքիր միջադեպ ա եղել։ Ուրեմն լեզվի մասին օրենքը Արցախում երբ ընդունել են, Լեոնիդ Պետրոսյանի օրոք ա եղել, իր օգնականը եղել է Գարեգին Ղազարյանը, մի հրաշալի ազնվորություն, մտավորական։ Իրենք որ ներկայացրել, այնտեղ մի հոդված էլ գրված ա եղել Արցախի բարբարի գործածման մասին։ Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, այդ բնական է, մենք միշտ հիմք ենք ընդունում Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքը։ Այնտեղ այդ Արցախի բարբարը գրված է։ Դες որպես այն ժամանակ հանձնաժողովի նախագահ, ասում իսկական, այս որ գրել ենք, բա ինչու չենք օգտագործում։ Ասում ով օգտագործեն, մի քանի գիրք կա էլի Արցախի բարբարով, հետո հայ ժողովրդի հեքիաթների մեջ կա նաև Արցախի բարբարը, բան, ասի չէ, այդպես չի ստացվում։ Ես սկսեցի արդեն կամաց փորձել գրել եւ դրան իսկականից լավ ինձ օգնեց իմ եղբոր մեծ աղջիկ այն ժամանակ մենակ առաջին աղջիկներ, քանի անգամ գնում էի ինքը ասում է ինձ հեքիաթ պատմի։ Թումանյան, Աղայան, այս հեքիաթները պատմում, ասում է չէ, ես այդպես չեմ ուզում եմ որ հեքիաթի մեջ մի արջուկ լինի, մի խոզուկ լինի, մի կարմիր, չգիտեմ, գլխարկ լինի, ես ինչ լինի, ես գնում եմ աշխատում եւ հիշում ասում, ես պիտի գնամ Նինային, ես ինչ պատմում են, ինչ։ Գալիս եմ հեքիաթը պատմում, դե հնարավոր չէ էլի ամեն անգամ նույնը կրկնեմ, որ բանում ասում է չէ, խափում ես, այդպես չէ, արջուկը թաքնված ա եղել ծառի հետևին, դու չես ասել։ Արդեն ստիպված նստել եմ սկսել գրել։ Եվ այդպես հեքիաթներ ա ստացվել, հետագայում արդեն մտածել եմ մի ուրիշ բան։ Ուրեմն երբ գնում էի ցանկացած գյուղ, այդ հոգեվոր արդեն այդ հոգեվոր ամատագության վերաբերյալ դասախոսություններ ենք ներկայացնում խմբերով, գնում էի ցանկացած գյուղում, երբ արդեն հանդիպումները վերջանում, բնական է հրավիրում են, նստում ենք զրուցում, յուրաքանչյուրը իր գյուղի մասին ինչ որ մի բաներ ա պատմում, ցանկացած գյուղում էլ կան այդ լավ առակախոսներ եւ մնացած խոսում ասում տղաներ գրեք, որտեվ հետագայում դա մոռացվելու է, այդ մարդը չի լինելու, արդեն թորնը կարող է հիշի կամ չի էլի։ Իրենք որ մի քանի բան փոքր բաներ ասում են դե լավ, ես կգրեմ հաջորդ անգամ որ գամ կներկայացնեմ, տանում եմ ասում, բայց դա ավելի լավ է։ Իմիջիալը հավաքագրել եք փաստորեն ձեր այցերի ընթացքում ինչ լսել եք։ Մենք Արցախում բանում Վանք գյուղում մի հրաշալի մարդ ենք ունեցել, Միշա են ասում, Տատուլյանց Միշա։ Ուրեմն ինքն էլ այդպես շատ հետաքրքիր մարդ էր, տարբեր բաներ էր ասել, ժամանակին մարդիկ գրել են ինչ որ մի բան, մեկը Արմիդա Բաղդասարյան, կնոջս մորաքույրն է, ինքը գրի առել որոշ բաներ, բերել, մի քիչ լրացնելով բանելով գրել եմ ներկայացրել Թորանը։ Թորը կարդալ ասում է, այստեղ մի հապա ավելի խելոք է, որտեղ ինքը մի քիչ հայհոյում էր, այդպես եւ կամաց արդեն Ստեփանակերտում օրինակ այն ժամանակ անեկդոտներ կար բան, մաքրում էի այդ անեկդոտները եւ սկսել գրել։ Եղել է դեպք, որ Պիտաչոկ ենք ասում մենք, ամեն օր որ գնում եմ Պիտաչոկ, այնտեղ նստում եմ, հետո աշխատանքի պիտի գնայի, քանի անգամ գնում եմ տղաները բան չես գրել, բա որ բան չես գրել, եկել ես էստե ինչ անես։ Ես արդեն նստել եմ սկսել գրել, մի օր պատահականորեն մեկը ասում ախպեր, հիշում ես որ մի բան էլ ես պատմում, ասում պատմի։ Ասում մեր շենա մի մարդ գնացել է, որ էշը նստած գնալիս մի ծառի ճյուղը կպել է, ընկել է վերջը։ Կինը ասել է, չես կարողացել գլուխը իջացնել, ասում եմ իմացել եմ, թե էշը գլուխը իջացել է, էշն է իջնելու էլի։ Հիմա դա վերցել եմ լրիվ ձևափոխել ներկայացրել, կարդացում, ախպեր, դες դա ուրիշ բան է։ Ասում եմ ցանկացած բան պիտի գրեք, ինչքան հնարավոր է գրեք, մեր երեխաները պիտի Արցախի բարբարով, ինչքան մենք ուզում ենք ասենք, այդ որ օրինակ մենք մի հրաշալի դասախոս ունեինք, ինքը միշտ տարեր ասում է ցանկալի է որ բոլոր բարբարները մենք մի կողմը դնենք, մենակ գրական բանենք հաղորդենք բան, սկզբնական շրջանում ես համաձայն եմ, բայց դրանից հետո մի նոր գնացնում ասում ես դեմ եմ, ասում ինչու, ասում եք, ինչ ուզում ենք անենք, մեր լեզվամտածողությունը բարբարային է, ինչքան ես ուզում եմ, ինչ մտածեմ, ասում եկա, բարբարով մտածում ենք ասում։ Եվ համուհոտ ուրիշ բարբարով, երբ որ դու ներկայացնում ես։ Ես Արցախի բարբարով այդ բաները, որ շատ բաներ կա գրած, վերջը գրականի եմ վերածում, կարդում եմ տղաներ ասում, ադե մեկը լավ այլ, որտեղ այն բանի Թումանյանի ասածն է, էլի, որ ասում է իմ անուշը, որ թարգմանել են, ոնց որ բարդը դնես եւ ապակին դնես եւ շուշ քաշես, ասում այդ ինչ է կարել, այնպես որ այսինքն ստացվեց դուք ԱԱԳ-ի նյութ եք հավաքել եւ հետո որոշեցիք արդեն կունենանք, հա, տպագրություն կլինի։ Այո, դա ինձ դրանում մի հրաշալի
կին ունենք երիտասարդ ինքը ինձ օգնելու անպայման եւ ասելա որ երևի ես ամսավերջին կամ եկող ամսին հրատարակվի մանրապատումները, բայց հետագայում հեքիաթներ ունեմ գրած, այդ հեքիաթներն էլ շատ հրաշալի ընտիր է, մեր երեխաները Արցախի բարբառով հեքիաթներ դիսակ այդ բանը ստեղծագործական կենտրոն ունենք, իրենք վերցրել են հեքիաթները, ասում են մենք բեմադրելու ենք եւ տեխնիկային եւ բան ճիշտն ասած մի բան ոնց որ դիզակարտի մասն է խոսքը, հա, մենք իրենց հետ հաղորդում ունեցել ենք։ Հա, գիտեք, շատ դեպքում մարդիկ այդ խորությամբ չեն հասկանում, էլի։ Օրինակ այն բառեր կա Արցախի բարբառով։ Ես միշտ ձգտում եմ հին չօգտագործող բառերն օգտագործել։ Դրանք մասնագիտության ֆիզիկոս լինելով ես էներգետիկայի մասին լրիվ ուրիշ բան է։ Այդ էներգիան բառի մեջ կա, ցանկացած նյութի մեջ էներգիա կա, էլի։ Այդ էներգիան մտնում է իր ենթագիտակցություն եւ ասոցիացիա է առաջացնում, էլի։ Կարող է պահի տակ այդ բառի տեղափոխվի։ Այո, մտովի տեղափոխում է, ես որ Արցախի բարբառով գրում էի, մի հրաշալի լրագրող ունեինք, որ կարդում ասում է գնացի մեր տուն, գնացի մեր գյուղը, մեր աղբերի ջուր եմ խմում, ինչ լավ ես գրել, ասում եմ դե ինչ անեմ։ Պարոն Սարգսյան, անչափ հետաքրքիր է ձեզ հետ խոսել, իհարկե, բայց մենք կուզեմ, որ եթերաժամի դախ սահմանափակում ունենք եւ հետաքրքիր շատ ավելի դինամիկ ստացվելու համար հիմա 2000 ես ոնց հասկանում եմ դուք բոլոր պատերազմների մասնակից եք եղել 2020 թվական 44-օրյա պատերազմ դուք ինչ կարծիք ունեք այդ պատերազմը սպասելի էր թե սպասելի չէր որտեղ եք մի փոքր խոսենք հա ձեր ապրումների մասին եւ ընդհանրապես ինչ կարծիք ունեք Ուրեմն քարորյա պատերազմից անմիջապես հետո ինձ մոտ է եկել Արկադի Կարապետյանը մեր Արցախի բանակի առաջի հրամանատարը եկել ասում աշոտ պատերազմը սպասում մեզ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի քանի որ մենք տարիքով ենք ճիշտ կլինի որ աշխարհազորի մասին օրենք գրես ասեցի խնդիր չկա աշխարհազորի մասին օրենք գրել եմ տվել ինքը բերել է Հայաստանի Հանրապետություն այս ժամանակ Սերժ Սարգսյանն էր չգիտեմ ինչ որ միջոցներով ներկայացրել են այստեղ ճիշտ չեն հասկացել իրեն, ասել են կարող է մենք բան գերանդիներով բանով աշխարհազորը գնալու է կռվի բան էլի։ Մարդկանց բացատրել ենք, որ դա չի։ Պետք է մենք, ասինքն ազգ բանակ այդ հասկացողությունը իրագործելու ամենակարճ ճանապարհը աշխարհազորն է։ Աշխարհազորը պիտի լինի։ Վերջ մեր նպատակը որն է եղել, որ Արցախի սահմանամերձ բոլոր բնակավայրերի կապ չունի 20 կիլոմետր խորքով, ինչքան բնակիչներ կա, բոլորին զինում ենք եւ աշխարհազոր զենքերը բաժանում ենք եւ օրենքով սահմանված կարգով իրենք պիտի համապատասխան բաներ ունենան, պահեն այդ զենքերը պատերազմի դեպքում անմիջապես իրենք իմանան իրենց տեղը։ Օրինակ ասեմ տղեկ, մենք ոնց կարող է 18-19 տարեկան տղաներին սահմանում թողենք, պատերազմի ժամանակ իրենց չօգնենք։ Ուրեմն ենթադրենք այսինչ մի գյուղը կծված է, այսինչ զորամասի, այսինչ ջոկատին, որ պիտի գնանք։ Եվ այդպես սկսել ենք արդեն աշխարհազորի մասին մտածել, ժողով ենք կազմակերպել Արցախի Հանրապետությունում, որ պետք է անպայման լինի վերջը։ Եվ հենց որ պատերազմը սկսվել է, ամսի 27-ին, սեպտեմբերի 27-ին ես մեր գրասենյակում աշխատում։ Բայց աշխարհազորը ստեղծվեց։ Այո, իհարկե ստեղծեց։ Մենք չէ, այդ օրենքով սահմանած կարգով չենք ստեղծել։ Ցավը դրանում է։ Ուրեմն ամսի 27-ին ես Այսինքն աշխարհազորային ստեղծելու իրավական բան չտվեցին, բնորոշում չտվեցին, որը կարող էր օրենքով ոչ Հայաստանի Հանրապետություն, ոչ Արցախի Հանրապետությունում, իմիջիալոց ասեմ, մեր ազգային ժողովում 5 լսումներ ենք կազմակերպել, մենք գնացել ենք, իհարկե մեզ օժանդակել է այդ հարցում ազգային ժողովի փոխնախագահը Բաղունց Գագիկը եւ գնացել ենք բացատրել, որ առանց աշխարհազորի ընդհանրապես ոչ մի բան հնարավոր չպետք է մենք անպայման աշխարհազոր ստեղծենք։ Եվ 27-ին, սեպտեմբերի 27-ին ես այն ժամանակ մշակույթի նախարարությունում էի կրոնի բաժնի պատասխանատու։ Մեր գրասենյակում ուրեմն գնացել նստել եւ սկսել հավաքագրել Հայաստանից արդեն ամսի 28-ին առավել եւս 189 մարդ կար իմ ցուցակում բանը եւ մեր բանի զինկոմիսարիատը ներկայացուցիչներ էլ այդ պալատում եկել է ասում Սարգսյան խնդրում եմ
մերոնցից չգրանցեք, էլի երիտասարդներ, ասում եմ, գիտեմ, մնայեք, հիմնականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Արցախի բնակչությունը, ով գալիս է 50 տարեկանից բարձր են աշխարհազորի ենթակա մարդիկ, նրանց են ցուցակագրում։ Եվ այդպես ցուցակագրել ենք, պատրաստ եղել, եւ հետաքրքիրը որն է, որ աշխարհազոր մի բան չհասկացա, ինչու երիտասարդներին չգրանցել։ Որտեւ երիտասարդներին մոբը հրավիրում է, չէ, կանչում են բանակ։ Երիտասարդներին մենք իրավունք չունենք դրա համար, բայց ասեմ էլի, որ արդեն այդ Հայաստանի Հանրապետությունից եկել են, այնտեղ երիտասարդներ կային։ Պատերազմի ժամանակ եղել է, հեռախոսով ինձ զանգել են, ասում են, բանը, այս ինչը որտեղ է, դե հիմա այդ պահին պատերազմը ռազմի դաշտում ա եղել, հիմա ես ոնց բացատրեմ, ասում եմ, դե ուղարկել ենք Ստեփանակերտ, ապրանք բերելու, ասում ենք, ասում ինքը թիկունքային է։ Դե ինչ ասեմ, այդ ասում բա գիտեք ինչ է, այստեղ զինկոմիսարիատից թուղթ ա եկել, իրեն կանչում է բանը, որ արդեն որ ասած կներես, իրանց ասացեք, որ ինքը աշխարհազորային է, բազմակիչ առաջ ասում կներեք, ներողություն եմ խնդրում, ինքը հիմա աշխարհազորային է, զենք ստացած, զինամթերք ստացած, ինքը այս պահին ռազմի դաշտում է։ Այդտեղ հայտնեցեք, որ որպես դիզերտիր բան չգրեն, էլի։ Եվ այդպես եւ մենք կոնկրետ ինչ հանրարարություն տվել են, այդ հանրարարությունների կատարել ենք աշխարհազորայինները։ Ուրեմն պատերազմի են թեժ պահին մենք պետք է արդեն պաշտպանեինք, որ Կարմիր շուկայից թուրքերը վերև չբարձրանային, ուրեմն Սարուշեն մինչև Սարգսաշեն 7 կիլոմետր տարածք մենք վերցրել ենք, 90-92 զինվոր էինք, ինչու եմ այդպես ասում, որովհետև այնտեղ նաև թիկունքային բաներ ունեինք հիմնականում, եւ այդ սահմանը մենք պահել ենք մինչև վերջ։ Պատերազմը երբ ավարտվել է, օգոստոսի նոյեմբերի 9-ին զանգել են մեզ, ասում են եկեք արդեն նախագահը կանչում է ձեզ։ Ես հրամանատարը գնացել ենք, ասում ենք ինչ է, այդ ժամանակ էլ անգամ այդ տարածքը ձեր հսկողության տակ էր։ Հսկողության տակ էր։ Գնացել ենք, ասում են տղեկ, գնացեք տղաներին հանեք, ասում ենք մենք չենք պարտվել, ասում արդեն փաստաթուղթ է ստորագրած, գնացեք դուրս եկեք, ճանապարհին չեք տեսել 4 ռուսական պոստեր դրած։ Ասում դե ռուսական պոստեր դրածը թող մեզ օգնեն, հետ գրավենք մեր տարածքները, ինչու պիտի հանենք, բան վերջ չէ, այդպես էլ բանը, բայց ասեմ պատերազմի ժամանակ կար այդ բանը, որ մենք արդեն գիտեինք, որ նախորոք սրանք պայմանավորվածությունն են, ռազմաքաղաքական ղեկավարությունը պայմանավորվածություն է։ Մի շատ կարևոր բան է։ Ինչ պայմանավորվածություն, ինչ որ պիտի հանձնեին տարածքները, որտեղ պատահական չէ Ռուսաստանը ներկայացնում է Պուտինը ասում է, որ պետք է։ Բայց զուտ, այսինքն լղիմի մաս, լղիմը պետք է մնար, հա, այսպես հիմա մենք պայմանական, մենք Արցախը ամբողջ ենք դիտարկում, այսինքն այդ 5 շրջանները գումարած երկուսը դուք տենց էիք այդպես էիք պատկերացնում, թե մտածում եք։ Ընդհանրապես այդ որ 5-ը հանձնենք, երկուսը պահենք, իմ ընկերներն էլ կարող են վկայել, ցանկացած նման բանի ժամանակ ասել եմ իսկականից կամ դուք մոլորված եք կամ կաշառված։ Հարգելիներս, իրենք ունեն հստակ ծրագիր, որ պետք է Արցախը հանձնեն։ Հիմա դուք ասում եք 5 շրջանը հանձնենք, երկուսը պահենք։ Այդպիսի բան չի լինում։ Եթե երկուսը պահեք, ինչ ուզում ես արա, դա հետագայում հանձնելու եք։ Եվ ես առաջի անգամ երբ հանդիպել եմ բանա 1996 թվականին Հայաստանի կազմավորման հնգամյակի կապակցությամբ այստեղ ընդունելություն են կազմակերպել պատվիրակության կազմում ես էլ էի Էդվարդ Հեգորյանին որ հանդիպել եմ այն ժամանակ ստացվել որ մահացածա ասում եմ բանը որպես ամենայն անկեղծությամբ եմ ասում պարոն Հեգորյան մարդ կարող է ընդհանրապես քաղաքականից գաղափար չունենա բայց հաստատ չարի վերջ կարդացած կլինի Եթե մեկ ջուտ ուզում են այդ Արցախնա որ տանք հաջորդ Սյունիքն են ուզելու հաջորդը Երևանն են ուզելու ասում բայց դուք համոզված եք որ ասում են ձեր ներկայացուցիչներն ասում են որ Արցախը կարող է գոյատևի Ադրբեջանի կազմում նման բան չկա Արցախը Ադրբեջանի կազմում հնարավոր չի գոյատևելը որովհետև եթե ժողովրդագրությունը վերցնեք կարդաք տեսնելու եք ինչա դառնում 90% հայ բնակչությունից այսօր ասում ինչքան ենք մնացել։ Մի հաշվի տես ադրբեջանցիները ոնց են աճում, մենք ինչ ենք անում։ Ստեփանակերտ տեսեք ինչա դարել արդեն։ Դա այնպես որ ասում եմ նման հարցեր ա եղել, էլի ժամանակին իրանց էլ ենք բացատրել, որ նման բան հնարավոր չի։ Թուրքը ախորժակը երբեք, իրան ախորժակը միշտ էլ բացում է։
Բացի դրանից ես մերոնց միշտ դա եմ ասել։ Ցանկացած մարդ եթե ուզում է քաղաքականությամբ զբաղվի, առաջի խնդիրը պետք է լինի բարձրաձայնել, բարձրացնել ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի չեղյալ լինելու հարցը։ Հակառակ դեպքում ինչ ուզում հիմա էլ նայ մարդիկ ես զարմանում եմ որ այդ էլեմենտար բանը չեն հասկանում ասում այդ ռուսը ոնց է համաձայնվել էներգոհամակարգը միացնում է հիմիկվա մասին այո չէ որ ատոմակայանը չէ որ այսին չէ այնպես չէ որ այնպես հարգելիներս ռուսերը թուրքերը իրենց պատմության մեջ չգիտեմ մեկը ասում է 30 մեկը 100 քանի անգամ պատերազմել են իրենք միշտ էլ հաշտվում են եթե պետք է լինում շահը պետք է լինում իրենք իրանց համակնում են այսօր ինքնահաջորդ օրը ինքնալինելու մենք էլ դառնում ենք մանրադրամ ընդամենը պայմանագիրը որ ստորագրել են այն նախկին այն փաստաթուղթեն ինչ որ ստորագրել մի հիմար փաստաթուղթ ես զարմանում եմ որ մերոնք մի քանի անգամ քաղաքական խոշոր գործիչներ ասում են դա կարևորագույն փաստաթուղթ է եղել նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը նա մաքուր դավաճանություն է եղել այնտեղ ոչ մի բան չի եղել Բացի դրանից Հայաստանի Հանրապետությունը ինչ է կատարել այդ փաստաթուղթը բոլոր մասեր կատարել Ադրբեջանը ինչ է կատարել ոչ մի բան բալավ այն փաստաթուղթում վերջի կետը փաստացի զիջում այո վերջի կետը տվացա որ այդ Սյունիքի այդ հատվածը պիտի բաները Ռուսաստանը բան այդ ոնց դարա որ Ամերիկան ուրեմն ռուսը համաձայնվել է թե համաձայն չի կամ էսի նման բաներ կա իրենք իրար հետ միասին լավ յոլար են գնում իրար շատ լավ հասկանում են եւ ում հաշվին իհարկե մեր հաշվին մեր նման ղեկավարների պատճառով Պարոն Սարգսյան 20 թվականից դուք փաստորեն դուրս չեկաք Արցախից մնացիք Արցախում 23 թվական գանք բլոկադա Այո գիտեք Ինչ կատարվեց դուք արդեն երբ որ բլոկադան սկսվեց ինչ կանխազգացում կար Ուրեմն նայեք տեսեք բլոկադայի ժամանակ նաև մի հետաքրքիր շատ հետաքրքիր բան ա եղել վերջի մոմենտներն էր Ադրբեջանի սեպտեմբեր արդեն այո սեպտեմբերի Ադրբեջանը այնտեղ իրանց կարմիր մահիկը ուզում էր օգնություն բերել արցախցիներին մեր ասկերանի շրջանի մի քանի խելացի մարդիկ հատուկ մեքենաներով տարել են ցեմենտ բետոնի բլոկներ դրել որ թուրքերի չգան Ալյուրի մասին է խոսքը որ ալյուր էին ուզում բերել այո մեզ պետք չի հիմա այս ինչա հիմա բենզին են բերում հետո հետագայում չգիտես գազն են բերելու կամ այս ինչ են ինչ ասում հիշեք էլի ոնց է եղել սոված մարդը այսինքն սոված արցախցին իր արժանապատվությունը չծախեց 9 ամիս սոված արցախցին իր արժանապատվությունը չի ծախել մի քանի կիլոգրամ կամ լավ մի քանի տոննա բան ալյուր չի վերցրել ամբողջ խնդիրը դրանում է եւ ես զարմանում եմ ես ոնց են այս մարդիկ այդքան բայց են էլ ասեմ բլոկադայի ժամանակ արցախցիների մոտ կարելի ասել ինչ որ բան է փոխվել որտեղ գիտեք սոված երեխան ինչքան ուզում լինի մայրը պիտի երեխային կերակրի ինչ ուզում լինի բնավորության մեջ փոփոխություններ ա եղել ես հիշում եմ պատկերացնում եք 1500 հոգի հերթ կանած անուններն էլ գրած բանը հաց թխու դուրս ա գալիս ասում խնդրում եմ 1000 հոգին մնան 500-ը գնան որտեվ երկու հացից կարանք այդ 1000 հոգուն բավարարենք ես կյանքում նման հայհոյանքներ կնոջ բերանից չեմ լսել այնտեղ մոտեցել եմ ասում կներեք էլ այդ ինչ եք անում ամոթա հացը դա հայի համար սրբություն է այդ ինչ եք այ գնաց ձեր եկեղեցում այդպիսի բաներ բացա ներակ մեզ երեխա սոված է հասկանում ես դու ասում եմ հասկանում եմ ձեզ բայց ինչու եք հայհոյում այդ հայհոյելուց հետո այդ հացը որ տանեք այն երեխային ավելի շատ վնասելու է բան ինչքան ուզում ես ասինքն ինչ ուզում եք արեք մեկը այդ իրեն գիտակցաբար այդ բլոկադային գիտակցաբար են կազմակերպել Այդ ոնց է որ սիրելի Ամերիկա, Ֆրանսիա մնացած այդ ոնց է որ ուղղաթիռներով տանում եք գազային ինչ որ բաներ եք թափում բան այդ ինչու ոչ մեկը չեկավ Արցախում ինչ որ մի օգնություն բերի Սիրելի ռուսներ մոռացել եք մի ֆուրը 1 միլիոն դրամով բաց եք թողում մեր առևտրականներին հարստացնում իրենք էլ բերում էին ես առաջի անգամ որ եկել եմ այստեղ վարունգը որ տեսել եմ 100 դրամ զարմացած ինձ ասում եմ չէ զարմա ինչ է եղել ասում մեզ մոտ վարունգը 2300 դրամ էր մի կիլո վարունգը 2300 դրամ էլ ես չեմ ասում խնձորը տանձը բանը դա արդեն պատկերացնում մարդ գնում մի տանձա վերցնում կամ մի խնձոր որ տան իր երեխան ուտի
Եվ դա ինչ ուզում եք արի բնավորության մեջ ինչ որ բան փոփոխվում։ Այո, պարտադրաբար արդեն բերում են հասցնում են այն վիճակի, որ մարդը այսպես իր բարոյական կերպարը կորցնում է, որովհետև այո, հենց դա է, իր ձագին կերակրելու խնդիր ունի։ Այո, դա է խնդիրը։ Իսկ հետո դրանից հետո որ ասում եմ, բա ինչու չեք կռվել, բա ինչու մինչև վերջի չեք կռվել, այ խելոքներ։ Նախ Հայաստանի Հանրապետության տխրահռչակ ղեկավարը հայտարարում է, որ Արցախում ոչ մի բան չկա, ՄԱԿ-ի ամբիոնից։ Այո, հայտարարում է, որ արցախցիները ոչ մի խնդիր չունեն, ամեն ինչը նորմալ է, ոչ մի բան չկա։ Զենքերն էլ շատերն էլ մեզ մեղադրում են, չէ, ասում են, բա այնքան զենքեր են տեղադրել, ինչու չեք օգտագործել, այս ինչի չեք օգտագործել, այն ինչ չեք օգտագործել։ Այ արգելներս։ Մեր բանակը այն ժամանակ լրիվ ոչ մեկի համար դա գաղտնիք չի, հիմնականում Հայաստանի Հանրապետությունից եկած ներներին, ենթադրենք 30,000-ից բանակ ունես, 25,000-ը Հայաստանի Հանրապետությունից էր եկած, կամ 20,000-ը։ Հիմա Հայաստանի Հանրապետությունից չկա, տակի մնաց 9,000 զինվոր։ Հիմա խնդրում եմ ամբողջ այն ժամանակ Արցախի Հանրապետության տարածքը վերցրեք, յուրաքանչյուր 101 մետրի վրա հազիվ մի զինվոր կարող է կանգնի։ Այդ ոնց պիտի 9,000, լավ 10,000 զինվորը դիմադրի 60,000-անոց, այն մասն է 60,000, 20-ն էլ այդ բանը Սյունիքի էս վերևի մասում էին կանած, որ այնտեղից Հայաստանից կարող է էլի օգնություն գան, ասենք հնարավոր էր, եթե չլինեին, իհարկե տարբեր խմբեր կա, ոնց որ առաջի պատերազմի ժամանակ, մյուս պատերազմի ժամանակ գալիս էին, չէ, մարդիկ օգնում էին։ Հնարավոր չէր օգնության հասնելու։ Հիմա լավ, ենթադրենք հակառակը վերցնենք, ենթադրենք մենք գնացել ենք խրամատները, կռվում ենք։ Մի օր, երկու օր, երեք օր կռվեցինք։ Մեկը փամփուշտը վերջանալու է, փամփուշտը ոնց պիտի բերեն։ Հետո սննդի հարցը։ Սնունդ չի եղել։ Ուտելու բան չկա, այդ զինվորը 3 օր սոված մնա, լավ, դիմացավ ինչ որ Բայց պարոն Սարգսյան, այդ մեկ օրվա պատերազմի ժամանակ դեռ չհաշվենք բենզինի պայթյունը։ Միևնույնն է կռվել են Արցախ։ Բայց եթե այդքան Չէ, ես միշտ դա եմ ասում, եթե չենք կռվել 223 Սա փաստ է, ոչ թե ինչ որ արցախցիները չեն կռվել, մենք էլ պաշտպանում ենք, փաստ է, չէ, որ կռվել են այդ մարդիկ։ Բայց այդքան զոհեր որտեղ եղավ։ 223 զոհ մեր կողմից աղել, իրենք թաքցրել են եւ թաքցնել, ասում են 200-ն էլ մենք ենք զոհ։ Մերոնք բոլորն էլ վկայում են, որ իրոք, ասում 1800-ից 2000 զոհ էլ իրենք են տվել։ Թաքցնում են, իհարկե, բնականատա որ պիտի թաքցնեն։ Եվ հետաքրքիր է ինչ զինվորներ են եղել։ Էլիտար զինվորներն են առաջի հարձակվել, հենց նրանք են եկել վստահ, որ մերոնք չեն կռվելու, իրանք չեն իմացել, որ կռվելու են։ Ամբողջ խնդիրը դա է։ Մի շատ հետաքրքիր գաղտնիք էլ կա, որ շատերը ընդհանրապես դրա մասին չի ուզում խոսել։ Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում Իգոր Խովայև եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Շարլ Միշել ներկայացուցիչներ եւ Ֆիդանը միասին նստում են որոշում այն ժամանակ մեր բնականա այս Գրիգորյան կոչվածը Արմեն Գրիգորյանն էլ Չարլեզներ ու թե ոչմ ասում էին որ ինքը Ստամբուլում ա եղել բայց չի մասնակցել հիմա նրանք որոշում են Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածը հիմա նրանք որոշում են որ Արցախը պիտի արդեն հանձնեն Նույն օրը սեպտեմբերի 17-ին Հեյդար Ալիևի Լակոտը հայտարարում է ձեզ ունեք 3 տարբերակ ռեինտեգրացիա ոչ թե ինտեգրացիա ռեինտեգրացիա այսինքն մենք եղել ենք նորից վերաինտեգրվում ենք երկրորդ թողնում ենք գնանք երրորդը պատերազմ ընտրեք այդպես է եղել Հիմա այստեղ թատրոն են խաղում կարծես թե այդպեսի բան ամիս սոված պահած ժողովրդի առաջ հանկած նման պայման են դնում դե այսինքն եկեք որոշեք հետո բաց դրանից ունեին մի շատ հետաքրքիր բան 300 մարդու անուն գրած որ դրանց պիտի անպայման տանեն դրան զուգահեռել մեր մոտ Շաղբուլախ են ասում այնտեղ արդեն շինարարություններ գնում որ փոքրիկ սենյակներ էլի ասինքն զնդանոցներ, ինչ սենյակներ, պատրաստում էին, որ այդ 30,000 հոգու համար, իրանք էին ասում, որ 30,000 հոգու համար պատրաստում են, որ այնտեղ պիտի տանեն կալանավոր են, դրանց պահեն։ Այդպես է եղել խնդիրը։ Հիշում եմ էլի աղջիկը զանգել, ասում է, պապ, գիտես որ քո անուններ ա գրած։ Այ հիմա ես դա էի հաջորդ հարց ուզում տալ։ Ոնց անցակ հակարի կամուրջի, վերջո դուք ասեմ էլի ուրեմն անուն ազգանուն կարող էին ձեզ հստակ ունենալ ցուցակներում աղջիկը զանգել ասում է պապ քո անունն էլ ա գրած հոր եղբոր անունն էլ ա գրած
ասում եմ ալվարդ մատամ, եթե հիմա գրած չլինի, ես կգնամ բողոքեմ, որովհետեւ բոլոր պատերազմների մասնակցել եմ, ոնց կարող եմ իմանուց գրած չլինի։ Կատակ մի ասում, կատակ չեմ անում։ Գրել են։ Եվ պատկերացրեք մենք 12 հոգով որոշել էինք, որ Լաչինի բանով անցնենք, հետո իմացանք, որ Հակարի չէ, վերևի մասով ուզում էինք անցնել, որտեղ անունները կար գրած, մեզ մոտ էլ ունեինք լավ պատրաստված մի ազնվորություն, հետո իմացա, որ 3 գիծ ականապատված է, 3 ուղղությամբ։ Այսինքն դուք որոշել եք այլ ուղղությամբ դուրս գալ։ Հետո դրանից հետո որ արդեն մերոնք համաձայնվեցին, գնացին թուրքերի հետ պայմանավորվեցին, այսինքն ինչ, նրանք ասեցին, հա, դե որ այդպես է, սկզբնական շրջանում շատ ուժեղ այն սկզբի մոմենտներում էլի շատ ուժեղ ստուգում էին, նրանից հետո ասեցին ազատ եկեք, հետո ճիշտ ասած ես ուզում եի զենքերս ինձ հետ վերցնեմ, որտեղ իմ զենքը Հեսթանով եւ Ստեփանագերտ ինքնապաշտպանություն եւ բան ափսոսում էի, որ բայց հետո իմացա, որ մի զենքի պատճառով ժամերով կանգնեցնում են։ Դե ասցի լավ է կարող է ստե զենքը խնդիր չի, բայց դե եւ դրանից հետո ասեցինք լավ տղաներ ոչ մի բան չենք վերցնում, այսպես գնում ենք էլի դատարկ գնում ենք։ Պարոն Սարգսյան, հիմա շատ են մեր քայլերը ընդդեմ մեր ինքնության եւ տեսնում ենք, որ ուղիղ արշավ հենց պետության իշխանավորների կողմից եկեղեցու նկատմամբ դուք ինչ կարծիք ունեք եւ արդյոք սա եւս մեկ անգամ մեր արժանապատվությունը ոտնահարելու քայլ չէ, այլ ոչ թե այն, որ վերագրում են իբր կաթողիկոսը, չգիտեմ, երեխա ունի, ձեր կարծիքը եւ ուզում եմ ամփոփենք, որովհետեւ եթերաժամն է նաեւ ավարտվում։ Ուրեմն ասեմ, դա շատ հասարակ բան է, ծրագիր է, հասարակը ես ասեմ հասկանալու համար հասարակ բան է, մարդկանց ընդհանրապես բան է ընտելացնելու, ճակետավոր ասենք, լավագույն տարբերակը որն է, որ նրան զրկում ես հավատից։ Սովորական բան է, հավատից զրկել։ Եվ այս մարդիկ, որ եկան իշխանության, առաջի խնդիրը որն է եղել։ Նոր Հայաստան, նոր հայրապետ։ Այս սկզբնական այն շարժումը որ կար, հետո ինչ արեցին։ Սփյուռքի նախարարությունը լուծարեցին մի, չգիտես, շիզոֆրենիկա թե ինչով, այդ չէ, նման մի մարդու դրեցին Սփյուռքի հանձնակատար։ Մի հոգով պիտի ինչ որ Սփյուռքի հարց լուծի։ Մոռանալով որ Սփյուռքում 2 անգամ ավելի շատ մարդ ապրում, քան Հայաստանի Հանրապետությունում։ Պատկերացնում եք նման իրավիճակ։ Եվ հետո դրանից հետո արդեն սկսեցին արշավը։ Ես այն ժամանակ ասել էի, որ Փաշինյանը ստեղծել է քաղաքական աղանդավորություն։ Հիմա դրանից հետո արդեն հոգևոր աղանդավորություն ստեղծեց։ Նպատակը որն է, որ ինչ որ այսինչը արտամոսնական կապեր ունի, այսինչը երեխա ունի, ինչը երեխա ունի կամ այսինչն ինչ։ Նախ հլա պարզեք ձեր երեխաները ունից են, այդ քանի երեխան ով ինչ ունի, դուք գոնե այդ բարոյական մակարդակը դուք ապահովեք, որ բարոյական իրավունք ունենաք ինչ որ մարդի խոսեք։ Ես չեմ պատկերացնում, որ նման մարդիկ ինչ որ բաներ են անում։ Եվ հետաքրքիրը որն է, ինձ համար զարմանալի է նաև, որ մեր իրավաբանները փոխանակ իրավական տեսանկյունից հարցին պատասխանեն։ Այլ ասում են, որ գիտեք, քահանան էլ է ինքը հանրապետության քաղաքացի է, ընտրվելու իրավունք ունի, ինքն էլ դա չի նշանակում, որ քաղաքականությամբ զբաղվում է, բան, դա ընդհանրապես ինձ համար զարմանալի է, որտեղ ես էլ չեմ ուզում քահանայի անունը տամ, քահանաների հանդիպել եմ, ասում եմ, դեր դուք իրավունք ունեք քաղաքականությամբ զբաղ, ասում եմ, չէ, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք մեր հոտը որտեղ լինում է, մենք էլ այնտեղ, ես ընդհանրապես վիրավորում եմ, որ ասում են հոտ, ասում եմ հոտ չի, համայնք է։ Հոտը թող հрьяաները ասեն, մնացած ազգեր ասեն, բայց մենք հոտ իրավունք չունենք, ասենք, մեր համայնքներն է։ Ասեցի դեր հայր, իրավունք ունեք։ Եթե դուք չեք զբաղվում, նշանակում է դուք սահմանադրությունը խախտում եք։ Եվ իրենց այս թուղթը միշտ բաժանել եմ եւ շուշուտ կարդամ, որ բան չանեմ, էլի։ Ուրեմն, սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Նույնը կրկնվում է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքում, բայց այստեղ մի հրաշալի կետ կա։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումը իր նվիրապետության սահմաններում։
Ինքնակառավարումը երևի Փաշինյանը բարձրագույն կրթություն չունի, էլի կիսատ մնացել, կարող է ինքը չի հասկանում։ Բայց միթե նրա մոտ մեկը չկա, բացատրի, որ այ ընկեր դու իրավունք չունես եկեղեցու կառավարման հարցերին միջամտես։ Բացի դրանից խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենք ունենք հստակ նշված, որ ազգային եկեղեցին է նրա հոգևոր կյանքի շինության եւ ազգապահպանության կարևոր պատվար։ Հիմա խնդիր է առաջանում, երբ հայ առաքելական եկեղեցին տեսնում է, որ մշակույթի այդ մասին օրենքներ են ընդունում կամ ինչ փոփոխություններ են անում, որ վնասում են մշակույթին, ինքը պիտի լռի, բնականաբար պիտի լռի։ Ազգի հոգևոր կյանքի շինությունը ասացինք, ենթադրենք կեղծ քահանան, բանա, եկեղեցուն պատարակ համատուցում։ Կեղծ քահանան դա դարավ եկեղեցու շինությանը վնասել, իհարկե շինությանը վնասում է։ Եվ հետաքրքիր մի բան, ինչ է նշանակում կոնկրետ այդ նայեք մշակույթի սովորություն ծեսեր։ Հիմա ազգի ինքնություն, ինչ է նշանակում ազգի ինքնություն։ Ազգի ինքնության գործոններն են լեզուն, հավատը, մշակույթը, ավանդույթները, սովորույթները, ծեսերը, տոն եւ հիշատակի օրերը, խորհրդանիշները։ Հիմա եթե հայ առաքելական եկեղեցին տեսնում է, որ լավ խորհրդանիշների մասին խոսենք, բոլորս էլ գիտենք։ Մասիսը նա մերի չի, Արագածն նա մերի, ինչի մերի չի, ընկեր, դա մեր խորհրդանիշներն են։ Այդ դուք ո՞նց եք, դուք ինչ իրավունք ունեք։ Հիմա քահանան, եթե հոգևորականը չի կատարում սահմանադրությունը, ես իրավունք ունեմ մեղադրել մեր հոգևորականներին, ասեն դուք ինչու սահմանադրությունը չեք կատարում, ինչու օրենքները չեք կատարում։ Այսինքն սահմանադրության կատարումը չի նշանակում, որ քահանան զբաղվում է քաղաքականությամբ, ընդհանրապես սահմանադրական կարգն է կատարում։ Եվ բացի դրանից, ես մեր քահանաներին ասել եմ, հարգելիներս, ես եղել եմ падգամավոր։ Падգամավորը կոչվում է քաղաքական գործիչ։ Հիմա առաջի գումարման падգամավոր որ եղել եմ, այն ժամանակ մենք ունեցել ենք 68 падգամավոր։ Այդ 68-ից 25 ընդհանրապես ոչ մի բառ չի ասել։ Անընդհատ եկել է մասնա եւ նա քաղաքական գործիչ է։ Երկրորդ գումարման ժամանակ մենք ունեցել ենք 5 падգամավոր, որ ընդհանրապես ոչ մի բառ չի ասել։ Բարեխղճոր են գալիս էր քաղաքական գործիչ են անում։ Մենք իրավունք չունենք։ Ասեն, պատկերացնում եք, մարդկանց համոզել են, որ ցանկացած բան քաղաքականություն է։ Մշակութային քաղաքականություն, գնային քաղաքականություն եւ մնացած քաղաքականություն։ Հիմա ոնց կարող է քահանային ասես դու գիտես Տեր հայր, քոնը քո եկեղեցին է, գնում ես եկեղեցում հանգիստ նստում։ Լավ, եկեղեցում հանգիստ նստել եմ, ես տեսնում եմ, որ իմ համայնքի անդամներին շահագործում են, խաբում են։ Ես տեսնում եմ, որ գնագոյացման մեխանիզմը ճիշտ չի հաշվում, ախր մարդ եմ, չէ՞ վերջին հաշվում, մենակ հո պատարակի մասնակցել կամ հուղարկավորություն կատարել չի իմ պարտականությունը։ Ոնց կարան չիմանաս եւ չասես։ Այդ ամբողջ խնդիրը եւ հիշում եք մի ժամանակ որ բանը մեր լավագույն սրբազաններից Միքայել Սրբազանին դադի էին տալիս եւ ուզում էին կարգալուծան այն ժամանակին ինչու է ինքը միջամտել որ տաքսիստները բողոքել են Գյումրիում այսինչ այդ մարդը գնացել է հարց կարգավորել ասեն ինքը քաղաքականությամբ զբաղվում այ մարդ բա ինչով զբաղվի այդ հարցը դուք չեք կարողացել կարգավորեք այն մարդը կարգավորել է եւ նման շատ հարցեր էլ ես ինձ համար ասում եմ զարմանալի է որ նման այն հրաշալի մարդկանց քահանաներին հետապնդում են իսկ չգիտես այն կաշառակերներին այդ հոմոսեքսուալիստներին բանին պաշտպանում այդ 10 սրբազաններին թող վերցնեն մեկ-մեկ բոլորի կենսագրությունը կարդան ես հնարավոր չի որ չանդրադառնամ նաեւ մեր սրբազանին ինձ համար absurd է եղել ազնվոր են ասեմ երբ իրեն նշանակել են թեմի առաջնորդ ես Արցախի թեմի առաջնորդ ես կտրականապես դեմ եմ եղել ասեմ տա Գարեգին երկրորդի ամենակոպիտ սխալն է երևի ինչի համար որովհետև մարդ 14 տարի հայոց բանակի հոգևոր առաջնորդն է եղել եթե հայոց բանակը պարտվում է ոնց կարող է հոգևոր առաջնորդին նշանակին թեմի առաջնորդ նման բան չի լինում հակառակը վերցնենք ենթադրենք 44 օրյա պատերազմում մենք հաղթեինք դափնիները ում կհասներ իհարկե Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական գործիչներին առաջի պատերազմը երբ մենք հաղթել ենք չմոռանանք Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան այնուհետև Պարքև Սրբազան Արցախի երուսի կոչման են արժանացել հիմա ենթադրենք որ պարտվել ենք
Նիկոլ Փաշինյան եւ մնացած եւ վերցնենք բանակի ղեկավարներ, հերոսներ եք դուք։ Այդ ամբողջ խնդիրը։ Դրա համար եմ ասում, այդ բանը, որ ասում են քաղաքականությամբ զբաղվել կամ չզբաղվել, այդ հայտնի ճշմարտություն կա։ Եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզանով զբաղվում։ Այդ էլեմենտար բան դժվար է հասկանալը։ Պարոն Սարգսյան, ավարտելով հաղորդումը, մեր ժողովրդի մեջ կարող ենք ասել, որ կա ընկճվածություն, ունեք որևէ խոսք ձեզ լսելով մարդ ավելի ոգեղենություն է առնում, ես հիմա իմ մասին եմ խոսում, ես տեսնում եմ, որ մենք ունենք իրոք ապագա, իհարկե ամեն բան ապականեցին, բառերը վերցրեցին, բայց չնայած նրան, որ դուք թողել եք ձեր տունը, ձեր տեղը, ձեր հողը, բայց ձեզ լսելով ես տեսնում եմ, որ մենք վերադառնալու ենք Արցախ։ Ես տեսնում եմ, որ մենք անպայման պետք է քայլ առ քայլ առաջ գնանք, դուրս գանք ընկճվածությունից։ Խնդրում եմ կարճ, եթե ինչ-որ բան ունեք ասելու մեզ դիտողներին եւ ավարտենք հաղորդումը։ Ասեմ էլի, իմ սիրելի ժողովուրդ, ես կյանքում չեմ տարբերել, բոլորն էլ գիտեն դրա մասին, որ Արցախցի, Ղարաբաղցի, որ ասում են իսկականից լուրջ չեք։ Ես համոզված եմ, որ մեր ազգը, որ ոնց որ ասում են այն սերուցքը դեռ կա, այդ սերուցքը մեկը աշխատելու է։ Դավաճանները միշտ էլ եղել են, միշտ էլ մնացել են, հիշում եք այն հայտնի Դավիթ Բեկի մոմենտները, այն գերեզմանոցը, բանը, բոլորն էլ դրա մասին գիտեն։ Դավաճաններին միշտ էլ օգտագործել են եւ վերջում գնդակարել կամ գլխատել։ Մենք համոզված ենք, ես կոնկրետ որպես Արցախի բնակիչ, ես գիտեմ, մինչև հիմա ես իմ անձնագիրը չեմ փոխել եւ կյանքում չեմ փոխելու։ Ես ցավոք սրտի ես դեմ եմ եղել ընդհանրապես անկախ պետության ստեղծելը, բայց եթե ստեղծել ենք անկախ պետություն, մենք համոզված եմ ես վերադառնալու ենք Արցախ եւ միացումը տեղի է ունենալու։ Ես դրանում ես երբեք չեմ կասկածել եւ չեմ կասկածում։ Նորից եմ սկզբից որ ասել եմ, եթե ես իմանամ, որ ոչ մի բան, ես տնից դուրս չեմ գա։ Ես կամաչ եմ տնից դուրս գամ, ինչ որ մեկին հանդիպեմ, հետը զրուցեմ։ Եվ ասում եմ, անպայման մենք վերադառնալու ենք։ Եվ այս իշխանությունները չեն լինելու, եւ թող իրենք մտածեն։ Եվ նիկոլական այդ աղանդի ներկայացնի, եւ քաղաքական եւ հոգեոր աղանդի ներկայացնի։ Նիկոլից հետո դուք ինչ եք անելու, այ խեղճեր։ Մոռացել եք, Նիկոլը չի լինելու։ Ենթադրենք դրան ինչ որ մի հրաշք կատարվել է, այստեղից տանել են կամ դատի չեն տվել կամ էսի, բայց դուք ինչ եք անելու, այ խեղճեր։ Այդ ամբողջ խնդիրը։ Դրա համար եմ ասում, երբեք մարդ չպիտի հուսահատվի։ Ցանկացած ինչ որ եւ ասել եմ նորից եմ կրկնում, մեր ազգային ազատագրական շարժումը չի վերացել, չի վերջացել, քանի որ միացումը չի կատարվել։ Ցանկացած շարժում լինում է վերելքներ եւ վայրեջքներ։ Հիմա մենք վայրեջքի կետում ենք։ Եվ ես համոզված եմ, որ այդ շարժումը, այդ սինուսոիդը անպայման նորից վերելքներ է լինելու եւ մենք գնալու ենք Արցախ։ Դա է, խնդիրը դա է։ Իսկ խնդրի լուծման համար դու գիտեք մաթեմատիկայում կա չլուծված խնդիրներ, բայց ֆիզիկայում չլուծված խնդիր չկա։ Բոլոր խնդիրները լուծված են եւ լուծվելու են։ Համոզված եմ։ Շնորհակալ եմ անչափ։ Ձեզ եմ շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, իմ հյուրը Արցախցի Աշոտ Սարգսյանն էր։ Այսքանը կհանդիպենք, ցտեսություն։